Եվրոպայի ակտիվությունը Հայաստանում ընտրական շրջանի նախաշեմին աստիճանաբար ավելի նկատելի է դառնում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, Եվրամիության արագ արձագանքման խմբի տեղակայում ֆինանսական աջակցություններ դիմակայելու ընտրությունից առաջ հիբրիդային սպառնալիքներին։ Քաղաքագետները սրանք չեն համարում հերթական քաղաքական իրադարձություն։ Եվրամիության համար խաղադրույքը չափազանց մեծ է։ Այդ խումբը Եվրամիության համար քաղաքական դիրքերի պայքարի կարևոր գործիքներից մեկն է դիտվում, հաշվի առնելով թե նախընտրական շրջանը, որը ավելի շուտ իմ կարծիքով օգտագործվում է առիթ որպես, որովհետև կարծես թե այդ որոշման մեջ խոսվում է 2 տարով տեղակայման մասին, այսինքն մենք տեսնում ենք, որ այստեղ նախընտրական շրջանով չէ, որ սահմանափակվում է խմբի տեղակայումը։ Վրաստանի հետ լարված հարաբերություններ ունի Եվրամիությունը, Ադրբեջանն էլ Բրյուսելի հետ հավասար դիրքերից է խոսում։ Հայաստանը դարձել է Եվրոպայի այլընտրանքը Կովկասում դիրքերն ամրապնդելու համար։ Եվրամիության համար կարևորը Երևանին սեփական նարատիվները թելադրելն է, պնդում է քաղաքագետը, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենից հարմարն է այս մտադրությունն իրագործելու համար։ Բրյուսելին ոչինչ չի մնում, քան ամեն գնով Փաշինյանի վերարտադրությանը նպաստելը։ Որտեղ եթե փոխվեց իշխանություն, այդ իշխանությունը ավելի ինքնավստահ եւ ուժեղ կլինի, հետեւաբար Եվրամիությունը չի կարող քաղաքական իր օրակարգը այդպես միարժեք թելադրել այդ իշխանությանը։ Ձերբակալություններ, ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ այս ամենը Արարատ Միրզոյանի ու Կայա Կալասի հանդիպումից 2 օր անց։ Քաղաքագետները սա պատահականություն չեն համարում։ Եվրոպան նման քայլերով լոյալություն է պահպանում, նախընտրական գործընթացներում սպասարկելով ներկա իշխանության շահերը։ Եվրոպան արդյունքորապես թքած ունի թե ժողովրդավարության, թե այն իրենց հիմնական դրվիտների, որոնք իրենք առաջ էին տանում։ Եվրոպան դիտարկում է Հարավային Կովկասը ամբողջության մեջ եւ դիտարկում է բացառապես որպես 2 հիմնական նարատիվների առաջ տանող։ Առաջինը դա հակառուսական պլազդան ձևավորելն է, ինչի շուրջ եվրոպացիները շատ ակտիվ աշխատում են Հայաստանում։ Եվ երկրորդը իրանական, ռուսական, ասենք ասենք վերահսկողությունից զատ առևտրատնտեսային եւ էներգետիկ ալտերնատիվ մարշրուտների ձևավորումը։ Եվրամիության համար Կովկասի կարևորությունը ռազմավարական է։ Բրյուսելը չի կարող բաց թողնել դեպի Կենտրոնական Ասիա եւ Չինաստան դուրս գալու հնարավորությունը, ուստի չի բավարարվում միայն Հայաստանում ընտրական շրջանով։ Դեսպանների մակարդակով հավանություն ստացած ծրագրով արագ արձագանքման խումբը 2 տարով է որոշել տեղակայվել Հայաստանում, ինչը քաղաքագետների պնդմամբ անխուսափելի է դարձնելու պաշտոնական Երևանի ներքին քաղաքականության եւ ինստիտուտների վրա ազդեցությունը։ Սեդա Գյուրեղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։